Արցախի հետ տեղի ունեցածից հետո Հայաստան անդադար օգնություն է գալիս տարբեր կազմակերպություններից, երկրներից օգնություն, որը ունի նպատակ թեթևացնելու արցախցիների բոլոր հնարավոր օրախնդիրները։ Ֆրանսիայից է եկել աջակցություն, Եվրոմիությունից, Նիդերլանդներից, վերջին շրջանում ամենաակտիվը այս օգնություն տրամադրելու հարցում դա ռուսական ANO Եվրազիա կազմակերպությունն է, որը արցախահայերին օգնություն է տրամադրում թե Երևանում, թե մարզերում։ Վերջերս իրենք արմավիրում էին, մասիսում էին, արտաշատում էին ու կոնկրետ իրենց օգնության մասով ինչ է ասում իշխանական քարոզչական մեքենան, ասում են, որ դա Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի դրսևորում է։ Մենք այստեղ նույնիսկ չենք էլ քննարկելու իրենց հիմնավորումները, թե ինչու են իրենք այդպես կարծում։ Եկեք ուղղակի հետևյալը քննարկենք, իսկ արցախահայերը ոնց են հայտնվել Հայաստանի Հանրապետությունում, միգուցե այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնել է Ադրբեջանին, միգուցե նաև այն պատճառով, որ 23 թվականին, երբ որ Արցախում էթնիկ զտում էր Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող բանակը, պարզապես հեռադիտակներով հետևում էր նրան, թե ոնց է Արցախը դատարկվում, ավելին, եթե արցախահայերը մինչև հիմա ունեն օգնության կարիք, այդ թվում նաև պարենային օգնության կարիք, սա վառ վկայություն է նրան, որ Նիկոլ Փաշինյանը որպես կառավարիչ այստեղ եւս տապալվել է ու չի կարողանում մարդկանց խնդիրները լուծել։